օր սիրելիներս, ուրախ եմ, որ միացել եք իմ ալիքին, հուսով եմ լավ եք սիրելիներս, ես նույնպես լավ եմ, այսօր վլոգը սկսեցի գեղեցիկ արևային եղանակով, չնայած այս եղանակը մեզ մոտ ոնց որ թե երեկոյան փոխվելու է, մեկ շաբաթ խոստանում են անձրևներ, ես է մտածեցի, քանի լավն է եղանակը, իմ սիրած եղանակն է, այսօր սկսեմ այս գեղեցիկ տեսարանով, ու մեր դիմացի ծառերի ծաղիկները արդեն գեղեցիկ ծաղկել են ու անուշ բուրում են, պատշգամբում էլ ունեմ իհարկե գեղեցկություններ, քանի չեն թողոմել, դրանք է ցույց տամ ձեզ, խոսքս այս գեղեցկության մասին է, տեսեք, դեռ պահպանվում է, բայց արդեն, տեսեք, այս կողմից սկսում է թողոմել, չնայած երկար ժամանակ է օրխիդեան, այսպես գեղեցիկ ծաղկած մնում է, այս տարի ուրախացրեց մեզ այս օրխիդեան, ասել եմ, չգիտեմ, գիտեք թե չէ, տեսել եք այդ տեսանյութը, որ մոտ 2 տարի չէր ծաղկում օրխիդեան, այս տարի մեզ ուրախացրեց, դե իսկ այս սառը, այսպես գեղեցիկ, այս մի ճյուղը, որ, չգիտեմ, մի յուրահատուկ է ծաղկել, ոնց որ ամբողջ ծաղիկները հավաքված լինեն այս մի ճյուղի վրա, չնայած ամբողջ սառը ծաղկած է, բայց այս ճյուղը յուրահատուկ է, ամեն օր նայում եմ, որ գոնե մեզ մոտ քամիներ է, մի փոքր անձրևային վատ եղանակներ է անընդհատ լինում, նայում եմ, որ գոնե ծաղիկները վնասված չլինեն, թափված չլինեն, ուզում եմ, որ այս գեղեցկությունը այսպես երկար պահպանվի, տեսեք քամին, էլի քամի է մեզ մոտ ու ոնց որ ամպեր է բերում, այս տարի մեզ մոտ անձրևները շատ էին, չնայած մի կողմից ուրախալի է, որ անձրևները շատ են, մի կողմից էլ արդեն հոգնեցինք, ինչպես գիտեք, Իսպանիան ջրի մեծ խնդիր ուներ, շատ մեծ, նույնիսկ խոսակցություններ կային, որ ջրերը ժամով էր լինելու, ամբողջ Բարսելոնայի շատրվանները, նույնիսկ ծովափի դուշերը փակած էր, հիմա այս տարի ասում են արդեն լրացվել է այդ պակասը ու մի բան էլ դեռ ավել է, այդ մի փաստը մենակ ուրախացնում է, հույս է տալիս, որ այս տարի շատրվանները բաց են լինելու, նույնիսկ գլխավոր շատրվանը, երկող շատրվանը 2 տարի էր, 2 կամ 3 նույնիսկ փակ էր, չէր աշխատում ջրի պակասի պատճառով, լուրջ խնդիր կար ջրի, հիմա այս տարի ասում են, որ կարծեմ արդեն բացվել է, եթե հաստատ չգիտեմ, բայց հաստատ բացվելու է այս տարի, մի խոսքով դա արդեն ուրախացնում է, հույս է ներշնչում, անձրևները մի փոքր մեղմ ենք տանում, ու չէի պատկերացնում երբեք, որ անձրևներից այսքան կուրախանայինք, մենակ ես չէ, ամբողջ ժողովուրդը ուրախանում էր, որ անձրև է գալիս, որովհետև, ինչպես գիտեք, 2 տարի այստեղ երաշտ էր, մի գրամ անձրև չէր գալիս, իսկ այս տարի տեղը լրացրեց Փառք Աստծո, այս սառը դեռ չի ծաղկել, սա չինական վարդ է կոչվում, դեռ չի ծաղկել, շատ գեղեցիկ է ծաղկում, ուշ բացվում է, շուտ թողոմում է, չնայած, բայց շատ գեղեցիկ ծաղիկներ է ունենում, իսկ այստեղ էլ, տեսեք, ռեհանը, Հայաստանից բերված ռեհանայի միջայլոց, ինչքան լավ աճում է, շատ լավն է ու ամեն օր ուրախացնում է, տեսնում ենք, սա իհարկե մենք այստեղից ծորակիչ ջուր չենք խմում, այսպես գնում ենք ջրերը շշերով, այստեղ էլ տանը 3 օրխիդեա ունեմ, 3-ից 2-ը արդեն, տեսեք, սա արդեն ծաղիկ է տալու, բացվելու վրա է, այս մի ուղղակի ամանը փոքր է իր համար արդեն թեքվել է, տեսեք, սա այս կողմը թեքվել, սա միայն չի տվել ծաղիկ դեռ, այս մեկը, իսկ այս մյուսն էլ է տվել, անկեղծ ասած չեմ հիշում, որը ինչ գույն էր,
ծաղկի կտեսնեմ, չեմ հիշում գույները։ Իսկ ինչ պլաններ ունեմ այսօր, սպասում եմ ամուսինս գա, գնանք ակցիոն և IKEA։ Մի փոքրիկ գնումներ ունեմ անելու, իսկ թվում է այդ երկու խանութներից կարող եմ միայն ինձ անհրաժեշտ գնումները անել։ Դրա համար որոշել եմ ակցիոն և IKEA գնալ, իհարկե դուք էլ մեզ հետ միասին։ Ամուսինս արդեն եկավ, ճանապարհ ենք ընկել, գնում ենք սկզբից երևի ակցիոն, հա։ Գնում ենք ակցիոն, հետո IKEA։ Քանի որ երկու խանութները իրար համարյա թե մոտիկ են գտնվում, մի ուղղության վրա են ամեն դեպքում, մեզանից էլ մի փոքր հեռու են, մի 15-20 րոպեվա ճանապարհ է, բայց ոնց որ մի քիչ երկար են գնալու, ընկել ենք խցանման մեջ։ Մի խոսքով կհանդիպենք երևի ակցիոնում։ Գնացինք։ Հետաքրքիրը, որ այն երկու գիծը լավ գնում են, այս մեր գիծը, որ մեր ուղղությունը, որ պետք է գնանք, չի գնում։ Մի 2-3 խայլ գնում ենք, կանգնում ենք։ Գնացինք։ Այստեղ չվար մի բան աղել էր։ Դեպք էր պատահը, դրա համար երևի խցանում էր։ Ժողովուրդ մոտ եղանակը փոխում է։ Ճիշտ էին ասում, որ չնայած երեկո չկա, ցերեկն է դեռ 2:30, բայց արդեն ամպում է եղանակը ու ամբողջ մեկ շաբաթ գրած է անձրևներ։ Տեսնենք ինչքանով է ճիշտ է սուտ, բայց որ եղանակը փոխում է, դա արդեն լավ չի։ Այս տարի չի ուզում ամառը գա։ Եկել ենք ակցիոն արդեն, այստեղ գրենական բաժինն է։ Սրանից վերցնեմ։ Բանա սիրուն կակ։ Էդի վերցնեմ։ Էսի։ Այդ բացի տեսնեմ հարմարա։ Մեջը նշումներ անելու համար։ Էջա նշանով սիրուն։ Ակորատի մանա։ Վերցրեք էդ։ Ես այս սրանցել ապետ։ Ինչ է թղթերի համար։ Մեր բոլոր դոկումենտները։ Ինչ լավ է։ Հասա թղթերի մի տեղ կպահենք էլ է։ 269 արժեքը։ Եթե ճիշտ արժեքն է ճիշտ տղերները չէ, խառնած չեն լինի։ Այստեղ բազմաթիվ թղթապանակներ կան։ Վերցնենք, թե հատի հարմար չի։ Հարմար է։ Թղթաբաժակ։ Հա, գործ տղա։ Հա, գործ տղի համար։ Մեծ է էդի։ Փոքրը չկա նայի։ Էս է փոքրը, բայց էս է շատ փոքր չի։ Հա, էս է շատ փոքր է։ Ապարատը կործան համար փոքր է։ Հա։ Այս սրա ու սրա միջին չափն է, չկա չափը։ Չկա։ Իսկ թվում է էս է հենց այդ միջին չափը կակել չիրերում։ Չէ, ես ունեմ գործ ստորում եմ, դրանից խոճուլ է։ Հա։ Նա ավելի հարմար է, էլի օգտագործել է։ Ճիշտն ասած, ակցիոնից ուզում եմ մի հատ սփռոց, բայց ոչ կտորից։ Հիմա տեսնեմ մեր պատշգամբի սեղանի համար։
Այստեղ կգտնեմ այստեղ թե չէ։ Ինչ ասես կա։ Այս սիրուն այս դուրերը։ Ինչի համար է։ Սի ապակիների համար է։ Այսի հատակի։ Չգիտեմ ես սրանից չեմ օգտագործել, եթե օգտագործողներ եղել են, գրեք տեսնեմ լավն է, թե չէ, սպինկը իմ հիշելով ասում են լավն է էսի։ Ժողովուրդ եկանք էստեղ ամենասիրած բաժիններից։ Այս սրանից եմ ուզում, բայց մեծը, փոքր է, ափսոս։ Ափսոս փոքր էր։ Լավ է, բայց փոքր է։ Ջեռոցի համար։ Այստեղ արդեն տապակներն է։ Ինչ վերցնենք, տախտակ, հոտ չի գալիս։ Դες մենք ես չկավ, էսի փակա չեմ ազգա։ Ճիշտ ասած, ինչքան վերցրել ենք, մի տեսակ չգիտեմ, փայտի հոտն է, ինչն է, մի տեսակ սպեցիֆիկ հոտ է գալիս, հաճելի չի։ Հիմա ախում ենք հոտ գալիս է, թե չէ։ Ինչես էլ կարա բացես։ Փակա։ Որը վերցնենք։ Էդ է լավ ավելի։ Ես։ Էդ լավ չէ ավելի։ Դու վերցնենք, փորձենք։ Ինչքան է գնում։ 6 եվրո։ Տղան էսպիսի ամաններ, այստեղ գցե կոտրել են։ Ամանա, ամանաբաժակը երևի այս աղցան աման է եղել, գցել կոտրել են։ Սրանք էլ է լավը։ Թեթև էր, հա, իշտ ծանր է լինում, ոչ էսի թեթև էր։ Թեթև է։ Հա։ Այ։ Տոտիցի ծանր է, միշտ ծանր է, չի ավելի լինում։ Լավն է, չէ։ Ես դաժե կուզեմ գիտես ճաշի համար։ Հա, լավ է, չէ, վերցնենք մի երկու տեսնենք։ Երկու հատ վերցնենք։ Հա։ Տարբեր երևի գույները։ Տարբեր գույները։ Հա։ Չէ, այս էլս։ Ես երկուսը։ Հա, այս մեկը բան է։ Վարդագույնա, չէ։ Հա, այս երկուսը վերցնենք, ես սիրում բան չկա։ Տակն էլ կա, հա, կապնցոր։ Հա, նույնն է։ Ես ասի տարբեր գույները, չէ, նույնն է։ Միշտ այս տեսակները ծանր են լինում, այս անգամ թեթև էր։ Աղի համար է, բայց։ Փոքր է, բայց փոքր է։ Փոքր է։ Դե հա, ոչ ինչ։ Մեծը չկա ավելի դրանից։ Չէ, մեծը պետք չի։ Չէ, մեծը լավ է կա։ Այն կողքինը ոնց որ մեծ է։ Այդ մեծ չի ավելի։ Որը։ Հա։ Ինա ջան, ինչ չափ։ Նույն չափն է։ Ինչ չափ։ Հա, այդ մեծ թվաց, չէ, այն էլ արդեն շոտ մեծ է։ Այն մեկը երկար է, արդեն շոտ մեծ է։ Այդ ինչ է։ Չէ։ Այն ինչ դա մոխիտոյի բաժակը։ Նա կոկտեյլի բաժակը։ Բաներ կա։ Սիրուն բաներ լինում ակցիոնում։ Մեծ չի շատ։ Չի երկարը նա ավելի լավ։ Նեվ երկար լինի ավելի լավ կակ։ Ուզում եմ ժողովուրդ ջան տարածում մեջ տնեմ, որ ավելորդ
խոհանոցային պարականները դնեմ ուրիշ դարակի մեջ, որը շատ ուշ եմ օգտագործում։ Ինչ-որ նման բան եմ ուզում հարմար, բայց ճիշտն ասած ես էլ դեռ չեմ կենտրոնացել ինչ եմ ուզում, բայց ինչ-որ նման բան եմ ուզում։ Այստեղ արհեստական ծաղիկների բաժինն է։ Այս չէ, քրքրում ես չեմ սիրում ճիշտ ասած ծաղիկները արհեստական։ Ես բնականի կողմնակից եմ։ Այստեղ էլ հատկացված է կենդանիների համար։ Իսկ այստեղ բոլորը վերաբերվում է ծովափին։ Ամռան, այսինքն այստեղ ճամբրուկներ ենք տեսել։ Ուզում ենք մի հատ վերցնենք, ձեռքի ասամ, բայց փոքր չի, փոքր չի։ Մեզ փոքր չի պետք։ Ձեռքի համար է պետք մի հատ։ Իսկ ոնց է ավելի փոքր է, քան թե նրանք, բայց չէ, այն չափսն է։ Սա արժե 20 եվրո ձեռքի համար, իսկ սա էլ 50 եվրո, 49,95։ Որը վերցնենք։ Չեմ որոշում, որը վերցնենք, որն 2,5 կիլո։ Այս նայես 2 կիլո 400 գրամ, 32 լիտր։ Այդ ինչ կան։ 2 կիլո 700 գրամ։ Հենց ավելի ծանր է։ Էսի չի գրում քանի լիտր։ Բայց այն էլ ապարում 360, էս էլ ապարում։ Հա։ Չգիտեմ։ Որը հարմար կլինի։ Որը հարմար է, այն պետք է վերցնենք։ Դու գիտես, որը կուզես վերցնեմ։ Որոշեցինք երկու տեղ նայել, նոր կողմնորոշվել վերցնենք, թե չէ։ Քիչ որակի մասին ենք կասկածում։ Այստեղ էլ այսպիսի քաղցր բաժին, քաղցրավենիքի բաժինն է։ Բաունցի չկա, բաունցի ենք ուզում։ Այստեղ բաունցին քիչ դիֆիցիտ է բաունցի խանութներում։ Մարս կա, Twix կա, Snickers կա, Milky Way կա։ Բաունցի չկա։ Ժողովուրդյան դուրս ենք եկել արդեն ակցիոնից։ Ճիշտն ասած որոշեցինք այսօր IKEA չգնանք, քանի որ մի փոքր արդեն ուշ է։ Պետք է գայինք Մերկադոնա, եկել ենք Մերկադոնա, մի քանի մթերային գնումներ ունենք կատարելու, դա էլ կատարենք ու գնանք տուն։ Բանանը վերցնենք։ Ժողովուրդյան արդեն տուն ենք վերադարձել։ Ճիշտն ասած գնացին չի համար, որ գնացել է ակցիոն, չկարողացա գնել, անկեղծ ասած ես էլ չգիտեմ ինչ եմ ուզում, բայց ինչ-որ հարմար մի բան եմ ուզում, որ խոհանոցի պարագաներից ինչը որ շատ ուշ եմ օգտագործում, դնեմ առանձին դարակի մեջ ու գեղեցիկ լինի, հավաքված, այս կողմ են կողմ թափթփված չլինի։ Չկար այնտեղ հարմարը չէ շատ մեծ էր, ամբողջ դարակը կեսը կգրավեր ու չէի ուզում այդքան մեծ ինձ պետք չէր, փոքրն էր պետք, փոքրը չկար։ Մի քանի բան գնեցի, ինչը որ պլանավորել իհարկե չկար, բայց ոչ պլանավորած մի քանի բան գնեցի, հիմա ցույց կտամ։ Մտանք Մերկադոնա, անկեղծ ասած արդեն մի քիչ ուշ էր IKEA չմտանք էլ, հաջորդ անգամ մնաց։ Մտանք այն կողքի քաղաքն էին գնացել, այնտեղի Մերկադոնան մտանք, ես բասմատի բրինձ եմ օգտագործում, չկար բասմատի բրինձ, եկանք Կարեֆորը չեմ նկարել իհարկե, Կարեֆորից գնեցինք, ինչ գնեցինք, բրինձ, ձմերուկ գնեցինք, ճիշտն ասած չգիտենք լավն է թե լավը չի, բայց գնեցինք, ձմերուկ և բրինձ գնեցինք և դուրս եկանք։ Հիմա ցույց տամ իմ գնումները, թե ինչ գնումներ եմ կատարել։
Ակցիոնից գնեցի այսպիսի ամաններ, ափսեներ, ճիշտ ասած միշտ այս ափսեները ծանրոտ են լինում, ես զարմանալուց վերցրեցի թեթևեր, որոշեցի գնեմ հարմար է ինձ թվում, եւ ապուրների համար է հարմար, եւ ինչ-որ մի բան մատուցելու համար, ինձ թվում է հարմար է, եթե սրա ավելի մեծը լիներ աղցանի համար, շատ հարմար կլիներ, ուղղակի չկա մեծ, այս չափսներ, որոշեցինք վերցնենք սա եմ վերցրել ակցիոնից մատուցման համար այսպիսի ցանց եմ վերցրել, սա նախատեսված է կարտոֆիլի ֆրիի համար, բայց այլ բաների համար էլ կարելի է օգտագործել ու գեղեցիկ է լինում սեղանի վրա, սա եմ գնել եւ այս փայտե տախտակն եմ գնել, ճիշտն ասած, վերջերս տախտակ էի գնել փայտե, մի քանի անգամ օգտագործելուց հետո արդեն այսպես մեջտեղից չճաքատվե ու ուռել է, հաջող չէր ու բավականին թանկ արժեր, հիմա սա գնեցի, փորձեմ սա, այստեղ նոթատետր եմ գնել, նոթատետր չէ երևի, այսպես հարմար է, մեկ-մեկ նշումների համար պետք է լինում, ամեն գեղեցիկ էր, սա գնեցի նոթատետր, քաղցրից գնել եմ Twix, Snickers և Milky Way, ճիշտն ասած Bounty էին, մանգալից Bounty չկար, Bounty-ն շատ ժամանակ Bounty չի լինում խանութներում, Marcel-ա լինում, բայց Bounty-ն շատ հազվադեպ դեպքերում ավոր լինում է Bounty-ն, սա եմ գնել, այստեղ այսպիսի կոնֆետ եմ գնել, ամերիկյան կոնֆետ է սա, սա եմ գնել, այսպիսի կոնֆետ բելգիական էր, որոշեցի վերցնեմ, ընդհանրապես բելգիական կոնֆետերը լավն են լինում, սա վերցրեցի, և այստեղ իտալական խվածքաբլիթներ, սա եմ վերցրել, և մայոնեզ, մի անգամից այսպես մեծը վերցրեցի, որովհետև մեկ-մեկ պետք է գալիս պահի տակ, մի անգամից հարմար էր, ավելի մայոնեզ վերցրեցի, այսքանը ակցիոնի գնումներից, հիմա ցույց տամ Մերկադոնայից ինչ եմ գնել, Մերկադոնայից գնել եմ այսպես աղցանի համար նախատեսված կանաչիներ, գնել եմ իսպաներեն նիսպերո, Հայաստանում ասում են մուշմուլա, այդպես եմ ոնց էր ասում, թե նոր աշխարհ են ասում, չգիտեմ դուք գրեք թե ինչպես են ասում Հայաստանում, դա եմ գնել, շատ համով է լինում, եթե մի փոքր հասած է լինում, շատ համով է ու շատ օգտակար է, հիշում եք անցած անգամ ծառը ցույց տվեցի, այս սրա ծառները, այստեղ բավականին շատ է, ծառը բավականին շատ կա, բայց բավականին էլ թանկ արժե, ինքը սա 5.5 եվրո է կիլոն, 548 գրամը տվել են 3 եվրո, վճարել ենք 3 եվրո, այստեղ բուլղարական պղպեղները 3 գույնով սա եմ վերցրել, ելակ վերցրեցինք, համենայն դեպս անուշ բուրում է, երևի համնել է լավը, Մերկադոնայինը վատը չի լինում, լավն է լինում, ելակ վերցրեցինք, այստեղ տոմատի մածուկ եմ վերցրել, բրոկոլի եմ գնել, բրոկոլի, այստեղ վարունգ, մանդարին եմ գնել, արդեն սեզոնը վերջանում է, երևի վերջին մանդարիններն արդեն, դե ամառը բնականաբար լինում է, բայց արդեն այլ մրգերն են սեզոն, որ ուտես, ամեն միրգ իր սեզոնին է հաճելի ուտել եմ, մանդարին, տանձ են գնել, այստեղ բանան եմ գնել, բանանը ամառ ձմեռ ակտուալ է, ամառ այդքան չէ, բայց մեկը միշտ մեր տանը լինում է բանանը հատկապես, երև այստեղ գնել եմ խնձոր, գնացինք խնձոր,
Երևի այսքանը Մերկադոնայից գնեցինք, հա։ Մերկադոնայի գնումներն էլ այսքանն էին։ Կարեֆուրից է գնել եմ բասմատի բրինձը, այս տեսակի բրինձը շատ լավն է լինում, սա եմ հիմնականում կամ գնում եմ Մերկադոնայի բասմատին կամ Կարեֆուրի սա, շատ լավն է, երկուսն էլ լավն է։ Եվ ձմերուկ են գնել, որը առայժմ չգիտենք լավն է թե չէ, դե բնականը դեռ նորը չկա, անցած տարվա ձմերուկներից է, մի քիչ կասկածելի է լավն է թե չէ։ Այսքանն էին մեր գնումները, սիրելիներս։ Սիրելիներս, այսօր էլ այսպիսի վլոգ ստացվեց, չգիտեմ հավանեցիք վլոգը թե ոչ, եթե հավանեցիք, խնդրում եմ լայքեք տեսանյութը և գրեք որևիցե մեկնաբանություն։ Իսկ ես այսօր ձեզ հրաժեշտ եմ տալիս, ինչպես միշտ ասելով, մնացեք բարյավ և խաղաղ։